Մախի ես տխուր հոբան չի եղել։ Ինչ վերաբերվում է իմ այս տխուր դեմքին, հա, որ մարդիկ անընդհատ գրում են ինչի ես տխուր, ինչի ես միթավուր եւ այլն։ Երեխեք ջան, կան արտաքինից ուրախ մարդիկ ու կան տխուր մարդիկ։ Այսինքն դեմքի արտահայտությամբ ավելի տենց ասեմ, որ հասկանալի լինի։ Ուրեմն այդ ուրախիկներին այդքան շատ մի բարձրացրեք, հասցրեք վերև, որովհետև ուրախ է։ Իրականում այդ ուրախ դեմքի արտահայտությամբ մարդիկ, երբ որ մի հատ լուրջ բան է չէ լինում, իրանք թռնում են այդ լուրջ թեմայի վրայից ու որ հանկարծ իրանց օբրազը, այդ դերը, ուրախ կերպարը հանկարծ չտուժի։ Պետք չի դրանով դատել մարդուն։ Պետք է նայել շրջապատող աշխարհին նենց, ոնց որ ամեն ինչ սпасելի է իրանից։ Երբ որ դուք ամեն ինչ սպասում եք, դուք պատրաստ եք մարսել այն, ինչը որ ստացել եք։ Այդ ռեսուրսը պետք է ունենալ, որ դա չխանգարի ձեզ հետագա ձեր կյանքը ապրելու համար։ Դեռահասության շրջանի մասին խորհուրդ եմ ուզում, կարծում եմ ստրեսի մեջ եմ։ Ասենց մի բան ասեմ, դեռահասության շրջանը տեղով մեկ ստրեսային է, ամեն ինչը ստրեսային է։ Այդ նորմալ է, որ դուք ստրեսի մեջ եք։ Եթե ստրեսի մեջ չլինեիք, այդ աննորմալ կլիներ։ Դրա համար ոչ թե պետք է նեղվել ստրեսից, այլ դիմակայել։ Ցանկացած դեռահաս ստրեսների մեջ, օրինակ այդ դասերը, որ երեխեքին տալիս են, այդ համասարանական թեզերը, ռեֆերատները եւ այլն։ Եթե չեք դիմանում այդ ստրեսներին, պիտի այնպես դասավորեք ձեր կյանքը, որ շատ քիչ ստրեսների հանդիպեք։ Ավելի շատ շրջապատի հետ է կապված։ Հասկանալի է, այդ տարիքն է, որտեղ արդեն մտնում են ինչ որ շրջապատներ, ինչ որ խմբավորումներ, մի խոսքով նույնականացում է գնում սեփական անձը, կուրքերի փնտրման փուլն է եւ այլն, շատ վտանգավոր շրջան է։ Պետք է զգույշ լինել ուղղակի։ Ցանկացած շրջապատի մեջ միջև վերջ մի բացվեք, որովհետեւ այդ այն մարդիկ չեն, որ ձեր հետ միջև կյանքի վերջ գնալու են։ Այդ այն մարդիկ են, ովքեր հենց հասունացակ առաջինը իրանք են թողնելու, լքեն ձեր շրջապատը ու գնան։ Դպրոցի երեխաների հետ շփում չկա, չեմ հասկանում ինչը այն չեմ անում։ Տարօրինակ կլիներ, որ բոլորի հետ շփումը լիներ։ Ասում է դա մի մարդ, ով ինքը չի շփվել, տենց մի խոսքով տենց ակտիվ շփման մեջ չի եղել իր դասարանի երեխաների հետ, այսինքն ես չեմ շփվել տենց։ Ու ինչի համար։ Այդ ոչ թե նրանից է, որ դուք խնդիր ունեք, այդ նրանից է, որ դուք չեք գտել այդ մարդկանց մեջ ձեզ հասկացող մեկին, դուք չեք հասկացել իրան, ինքը չի հասկացել ձեզ։ Ընդհանրապես դրա մեջ է խնդիրը, ոչ թե որ դուք կամ իրան խնդիր ունեք, չէ։ Տենց լինում է, շատ վատ բան է իրականում, որ ընկնում ես միտեղ, որտեղ ոչ մեկ քեզ հոգեհարազատ չի։ Ահա որ բան է դա։ Ինձ թվում է համալսարանի երեխաների հետ էլ չեմ կարողանա շփվել։ Չէ, ով ասեց։ Համալսարանում հենց ամենաուժեղ շփումն է լինում։ Հիմա պատկերացրեք սենց, մտնում եք մի շինություն, որտեղ նստած են արդեն դպրոցից պրծած մարդիկ ու իրանք ազատ են շփման համար ու տարբեր տեսակի մարդիկ են։ Շատ մեծ է հավանականությունը, որ գոնե մեկը կգտնվի, ով կհասկանա ձեզ, ինչ որ չափով կկարողանաք շփվել։ Եթե աշխարհը ձեր համար տհաճ տեղ է, մարդիկ էլ են դառնում տհաճ։ Եթե աշխարհը ձեր համար հաճելի տեղ է, մարդիկ էլ են դառնում ավտոմատ հաճելի։ Բայց լինում է նաև նենց, որ կոնկրետ մարդկանցից է խնդիրը, կոնկրետ մարդկանցից ու հենց դրանից էլ գալիս է ձեր աշխարհայացքի այդ վիճակի հասնելը։ Այդ որտեղ է գրած, որ գիրությունը սահմանափակում է մարդու գեղեցկություն։ Նայեք, ես չեմ ասում գիրությունը լավ բան է, չէ, իրոք ինքը որ չլիներ, լավ կլիներ։ Օրինակ, եթե դուք ինչ որ կոնտենտ եք նայում, ինչ որ հաղորդաշարից կտրված հատված, դուք այդ թեմայի շրջանակներում եք, չէ, ձեր կարծիքը հայտնում։ Ոչ թե գրում եք այս մարդը խիա մազերը սենց ալիքաձև կամ կարճ կամ չգիտեմ։ Չնայած կան տենց մարդիկ, որ գրում են, բայց այդ նորմալ չի, երեխեք։ Ձեզ պետք է հետաքրքրի, թե մարդը ինչը ասում, ինչը անում, ոչ թե ինչ տեսք ունի։ Եթե տեսքին նայենք, կմոռանանք ով ինչ արեց, ով ինչ ասեց, ու սենց մենակ իրար տեսքի կնայենք։ Մեկ էլ որտեղից որտեղ տենց շաբաթը մեկ, դե ոնց կլինի առանց դրա։ Մի հատ աննորմալ կոմենտ կգա։ Ու նենց կոմենտ, որ ասենք ընդհանրապես կապ չունի քո հետ։ Ասենք փիլիսոփայության, հոգեբանության, արվեստի կոնտենտի մեջ կմտնեն կգրեն դեբիլ։ Հորոսկոպին հավատում եք եւ ուսումնասիրել եք երբևէ։ Հա, ուսումնասիրել եմ, բայց չեմ հավատում։ Ես ընդհանրապես ոչ մի տեսության, ոչ մի թեզի չեմ հավատում։ Ամբողջ օրը գերհոգնած եմ լինում, թեպետ ոչ մի գործ չեմ արել, ամբողջ օրը պարկած ոչ մի բանի հավես չունես։ Այդ գիտեք ինչից է։ Մի հատ անհանգստացնող միտք կա ձեր ուղեղում։
որը չի անջատվում, ու դուք չեք կարողանում հանգստանալ այդ մտածողությունից, որ կարողանաք ձեր օրը պրոդուկտիվ կազմակերպել։ Գիտեք ինչ պետք է անեք։ Մի թեթև բան ասեմ, ուրեմն աշխատում եք անջատել ձեր ուղեղը չմտածել ոչ մի բանի մասին։ Այդ ոչ թե ստրես, այդ արդեն ստրեսից հետո հետևանքն է։ Մի ստրես կա, որ չեք մարսել։ Էդ է։ Նայում ենք լուսինը կա, արևը կա։ Չենք ասում, չէ, ես հավատում եմ լուսնին, ես հավատում եմ արևին, չէ, չենք ասում։ Որովհետև ինքը կա, նույն ձևով էլ է դա, ինչ որ փաստեր կան, որ կան։ Իրանց պետք չի հավատալ, իրանց պրոստը պետքա հաշվի առնել։ Չի ստացվում, որովհետև այն աստիճանի եք խորացել այդ մտքերի մեջ, որ հիմա արդեն այդ մտքերը ասած անընդհատ եփում թափում եք ձեր ուղեղի մեջ։ Այդ պահը պետքա կարողանաք վերահսկել։ Եթե այդ դուք պետքա անեք, դուք ինքներդ ձեր մտքերը պետքա կարողանաք վերահսկել։ Պիտի ձեր վերջնական նպատակը հենց այդ լինի, որովհետև այս աշխարհում ինչքան որ ապրեք, այնքան համոզվելու եք, որ իմաստը ոչինչ չմտածելու մեջ է։ Հենց մի հատ միտք ունեցաք, հենց մի հատ մտքի վրա ձեզ անընդհատ բռնեցիք, որ դուք անընդհատ եք մտածում, դուք կունենաք խնդիր։ Ակուր դեսքթոփ պետքա լինի։ Ոնց է կոմպյուտերը, ինչքան քիչ բան կա վրան, չէ, այնքան արագ է աշխատում։ Նույնն էլ դա է։ Ինտելեկտուալ հարուստներ աշխարհով հավեսին մարդիկ են, հատկապես կին խեցգետիները։ Բայց ես ինչ լավ կարծիքի եք, իսկ ես հակառակը կասեի։ Հնարավոր է սխալ մարդկանց եմ ճանաչել, բայց այդ կարծիքի եմ անգել, չգիտեմ։ Ողջ աշխարհը ստրեսի հաշվին է շարժվում առաջ։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում այդ ստրեսներին դիմակայել, ունենում են խնդիրներ։ Այդ խնդիրները հետո դառնում են գլխացավանք, այդ գլխացավանքը հետո դառնում է մի հատ մեծ sense բան ու մի խնդիրը դառնում է մի քանի խնդիր։ Ասում եք դուք եք ստեղծում։ Դուք ինչ գիտեք, որ դուք եք ստեղծում այդ կռիվը։ Կարող է տենց չի։ Կարող է ձեզ հրահրում են, որ կռիվ լինի։ Այդ մասին էլ մտածեք։ Պիտի կարողանաք այդ վիճակները վերահսկեք։ Թույլ չտաք, որ հասնի նրան, որ նման խնդիր լինի։ Մեծամասնությունը շատ բան են ասում, մեծամասնությանը տենց է ձեռ տալիս, տենց են ասում, որովհետև տարիներ առաջ ես էլ գիտեի խնդիրը ինձնից է ինչ որ թեմայի շուրջ որ վիճաբանություն բաներ լինում, բայց հետո ես հասկացա, որ այդ հեչել ինձնից չէր։ Ուղղակի հրահրում են կոնկրետ մարդիկ, կոնկրետ, չգիտեմ ինչից ելնելով։ Հիմնականում գիտեք ինչ տեսակի մարդկանց են բուլինգ անում։ Այն մարդկանց, ովքեր դիմացինին վիրավորել չգիտեն։ Մարդ, ով չի վիրավորի ոչ մի կերպ դիմացինին, այ իրանք են ենթարկվում ցավոք սրտի բուլինգի։ Դուք երբեք չեք տենա այն մարդը, որ արժանի է, որ իրան բուլինգի ենթարկեն, ինքը բուլինգի ենթարկվի։ Այսինքն աբսուրդային աշխարհում ենք մենք ապրում։ Գիտեք, ընդհանրապես երիտասարդների շրջանում հիմնականում այն որ էներգիան շատ է, չգիտեն որտեղ ծախսեն ինչ անեն։ Խմբավորումներ է ձևավորվում, մարդիկ ովքեր նույն խելքի են հավաքվում են իրար գլուխ, հիմնականում վատ ձևով, վատ բաներ անելու հակումով մարդիկ են իրար գտնում ու հավաքվում իրար գլուխ։ Դուք շատ եզակի դեպքեր կտեսնեք, որ լավ բանի համար մարդիկ հավաքվեն իրար գլուխ։ Մի խոսքով, տենց հավաքվում են իրար գլուխ ու սկսում են նեղացնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում դիմացինին վիրավորել։ Հետաքրքիր գիտեք որն է, իրանց թվում է իրանք շատ լավ բան են անում։ Օրինակ նման հակում ունեցող մարդիկ շատ հաճախ այնքան անզգուշ են այս աշխարհում ապրում, որ կարող ասենք շատ հետաքրքրության համար այնպես վտանգավոր տեղ մտնեն, որ այդտեղից ողջ դուրս չգան։